Ահա վերադարձանք չինական հրաշք ջրի տակ գտնվող առանց Սուզանավով այնտեղ հասնող, այսպես ասած, գրադարանից եւ շարունակում ենք խոսել հենց գրքերից, որտեղ գրքերը իսկապես շատ կարեւոր, համոզված եմ, որ պետք է շատ կարեւոր դեր ունենան մեր կյանքում։ Համաձայն է, Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի կողմից պարբերաբար իրականացվում է գիտահրատարակչական գործունեություն, մի շարք ուսումնասիրությունների արդյունքում կազմվում եւ լույս են տեսնում բազմաթիվ աշխատություններ, որոնք համալրում են ոչ միայն մայր պահոցի շտեմարանները, այլև ընթերցողի լայն շրջանակին հասանելի եւ հաղորդ են դարձնում հայագիտության ոսկե ֆոնդին։ Թեմայի վերաբերյալ այսօր զրուցելու ենք Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի հրատարակչական բաժնի վարիչ, ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու խմբագիր Հայկ Համբարձումյանի հետ։ Բարև ձեզ, բարի լույս։ Որին քաչ ծանոթ ենք նախկին ծրագրից։ Բարև ձեզ, Հայկ։ Նախ հրաշք, այսինքն դատակ ձեռքերով չեք եկել եւ հրաշք բաներ եք բերել մեր տեղավար, ընտրում եմ պատմեք ինչ գրքեր են, երբ են սա վերջին տարվա տպագրված։ Վերջին 2 տարվա տպագրված գրքերի որոշ փոքր մասը։ Այո։ Իսկ առհասարակ տարեկան քանի գիրք է տպագրել։ Տարեկան վերջի տարիներին, վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 15-ից 20 գիրք է հրատարակում մատենադարանի հրատարակչությունը։ Բավական մեծ թիվ է, որովհետև բավական սահմանափակ թվով աշխատակիցներ ունենք հենց հրատարակչությունում, բայց մատենադարանը գիտեք թանգարան է եւ մեծ գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ գիտաշխատողները տարիներ շարունակ աշխատում են, ստեղծում են, ուսումնասիրում են այս մեր հարուստ միջնադարյան մշակութային ժառանգությունը եւ իհարկե այս աշխատանքը արտացոլվում է նրանց գիտական, կարող եմ ասել, բարձրարժեք ուսումնասիրությունների մեջ։ Ուրախ եմ, որ առիթ եղավ խոսելու փետրվար ընդհանրապես գրքային ամիս է եւ էլի կարծում եմ կհանդիպենք երևի այստեղ գուցե եւ դուք էլ շատ կանդրադառնաք գրքերին եւ ուրախ եմ, որ օրինակ փետրվարի 19-ին գիրք նվիրելու օր է, մարդիկ նաեւ այս մեր հայագիտական հարուստ գրքերից գուցե ընտրեն եւ միմյանց նվիրեն, որովհետեւ իրականում շատ մեծ հետաքրքրություն կա։ Հաճախ կարող է թվալ, որ այսպես նեղ մասնագիտական գրքեր են, բայց հատկապես վերջի շրջանում մատենադարանը իր հրատարակչական նոր ռազմավարության համատեքստում աշխատում է նաև այնպիսի գրքեր հրատարակել, որոնք կարող են ավելի մեծ ընթերցողական շրջանակին հասանելի լինել։ Հետաքրքիր չեմ ասում, որովհետև մենք շատ հետաքրքիր են բոլոր գրքերը, բայց հաճախ մեր ընթերցողները պատկերացում չունեն, որ դա կարող է իրենց հետաքրքիր լինել եւ հասկանալի լինել։ Եվ այս վերջին 2 տարվա ուրեմն այս ընտրել եմ ուղղակի որոշ գրքեր, որոնք նաև արտացոլում են մեր հրատարակչական ռազմավարությունը, օրինակ, այստեղ տեսնում ենք օտարալեզու պատկերագիրք ուսումնասիրություններ, մեր սեղանին է մատենադարանի աշխարհագրական եւ տիեզերագիտական այսպես ժառանգությանը կամ քարտեզներին նվիրված Ռուբեն Գալչյանի գիտեք հայտնի քարտեզագետ ուսումնասիրությունը, նա նաև մատենադարանի նվիրատուներից է եւ մատենադարանի արխիվին նվիրել է մեծաթիվ հազվագյուտ քարտեզներ եւ նաև ուրեմն մեր տնօրինի առաջարկով ստեղծվեց այս ուսումնասիրությունը եւ հատկապես անգլերեն, որպեսզի գիտենք, որ շատ խնդիրներ ունենք պատմական, աշխարհագրական մեր հարևանների հետ, որոշ հարցերի պատասխաններ այստեղ կան եւ այստեղ շատ ուրեմն կարեւոր փաստեր կան, որոնք կարող են մեզ օգտակար լինել եւ նաեւ մեր ուրեմն ռազմավարության մեկ այլ կարեւոր մի կետ, որ մատենադարանը արդեն ձգտում է իր գրքերը հրատարակել օտարազգի հայագետների հետ համագործակցությամբ։ Այսինքն մենք առաջարկում ենք հայագետներին կամ թարգմանել որևէ ուսումնասիրություն, որ մեզ մոտ պատրաստում է, կամ գրել առաջաբան եւ այստեղ օրինակ առաջաբանը հեղինակել է հայտնի հայագետ Օքսֆորդի համալսարանի հայագիտական ծրագրի պատասխանատու Թեո վան Լինտը, մեր հրաշալի հայագետ գործընկերը, շնորհակալ ենք դրա համար։ Այստեղ նաեւ մեկ այլ ծավալուն պատկերագիրք ունենք, որ անցյալ տարի լույս տեսավ, ուրեմն հրատարակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դրամաշնորհով, կրկին անգլերեն պատկերագիրք է, ծավալուն կարող ենք տեսնել ճոխ հրատարակությամբ, այո, եւ շնորհակալ ենք նախարարությանը, որ մեր առաջարկին դրական պատասխանեց եւ նաեւ ուրեմն այդ դրամաշնորհը տրամադրվեց եւ այստեղ նույնպես գիրքը կազմել են մեր գիտաշխատող ուրեմն Լուսինե Սարգսյանը, արվեստաբան եւ նաեւ ամերիկյան հայտնի հայագետ ուրեմն Քրիստինա Մարանցին,
եւ առաջաբանել Քրիստինա Մարանցին է հեղինակել կրկին եւ կարեւոր անգլերեն լեզվով, որպեսզի ուրեմն մեր այս հարուստ ժառանգությունը հայկական շրջանակներից դուրս գա եւ հասանելի լինի թե այո, ընթերցողական լայն շրջանակներ եւ թե հատկապես գիտական, որովհետեւ իսկապես մեր մանրանկարչությունը հրաշք է ուսումնասիրության լայն հնարավորություններով եւ նաեւ մատենադարան այցելող օտարազգի հայագետների ուսումնասիրությունները դա փաստում են։ Այս ուրեմն պատկերագրքերի մասով մեկ այլ էլի անգլալեզու լավ գրքի անդրադառնանք, որը անցյալ տարի լույս տեսավ, գիտեք երևի, որ Մատենադարանի առաջարկով 2025 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ուրեմն ընդունել էր Մխիթար Գոշի ուրեմն դատաստանագիրքը իր հիշողության ուրեմն միջազգային աշխարհի հիշողության ռեգիստրում եւ տարին կարծես թե Գոշին էր նվիրված եւ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության եւ կայծ հիմնադրամի հետ համագործակցությամբ մենք վերահրատարակեցինք Մխիթար Գոշի դատաստանագիրքը անգլերեն, նաեւ Մատենադարանում տեղի ունեցավ մեծ միջազգային գիտախժողով, հենց իրավունքի մասնագետների, իրավունքի պատմության մասնագետների մասնակցությամբ եւ սա տարիներ առաջ թարգմանվել եւ հրատարակվել էր Բրիլ հայտնի հրատարակչության կողմից, մենք խնդրեցինք, իրանք իրավունքները տրամադրեցին եւ Հայաստանում հրատարակեցինք եւ այստեղ օրինակ եկած հենց գիտաժողովին մասնակից բոլոր դատախազներ, իրավաբաններ եւ այլն, նրանց հետ ուրեմն առաքեցինք աշխարհ։ Հայ, միջև ներկայացնենք այլ գրքերը, հարց, որը որ հուզում եք արդեն թե բոլորին է սպայն, որտեղ կարելի է գնել եւ ինչքան քանակությունը, ինչքան եք տպագրել եւ օրինակ գնացել է տարբեր գրադարաններ, չգիտեմ։ Տարբեր համալսարաններ, Ամերիկայի կոնգրեսի գրադարան գնացել է, Օքսֆորդի համալսարան գնացել է եւ հասարակ մահկանացուները կարող են գալ Մատենադարան եւ գնել։ Մեր գրադարանը իհարկե այս բոլոր հրատարակված գրքերը առաքում է բոլոր իհարկե հայաստանյան բոլոր գիտական, կրթական հիմնարկներին, որոնք կապ ունեն այս թեմաների հետ եւ նաեւ իհարկե գրադարաններ, բայց նաեւ մենք առաքում ենք հենց առանձին հայագետների հետ Մատենադարանում միջազգային գիտաժողովներ են լինում, այդ հայագետները օտարազգի գալիս են, տարբեր կարևոր ինստիտուտներ ներկայացնող այստեղ աշխատում են եւ մենք նրանց նվիրում ենք, որպեսզի նրանք իրենց հետ տանեն։ Իսկ պետական դրամաշնորհներով հրատարակված գրքերը, իհարկե տպաքանակի մեծ մասը մենք հանձնում ենք իրենք էլ իրենց միջոցներով արդեն արտաքին մեծ մասամբ չի վաճառվում, այլ նվիրվում է նաեւ արտաքին գործերի նախարարության միջոցով եւ կարծում եմ հասնում են այդ կարևոր տեղերը, այո, կարևոր տեղերը։ Տպաքանակները տարբերն են, օրինակ այս պատկերագիրքը 1000 օրինակով է հրատարակվել, Մատենադարան իհարկե շատ փոքր մասն է տրվել, իսկ գրքերը մեծ մասամբ 200 Մատենադարանի այդ փոքրիկ կրպակում, այո, կրպակում միայն հիմնականում հենց այդ կրպակում էլ կարող են մեր գրքերը գտնել եւ շուտով մենք նաև Մատենադարանի թանգարանային մասնաշենքի ուրեմն նկուղային հարկում կունենանք մի հրաշալի նոր գրախանութ, որտեղ այս բոլոր գրքերը եւ շատ ավելի գրքեր հրատարակված կլինեն։ Այստեղ իհարկե էլի տեսնում ենք շատ կարևոր գրքեր, ուզում եմ առանձնացնել օրինակ մեր գիտաշխատող Արփենիկ Ղազարոսյանի Գեղամա երկրի գրչության կենտրոնները եւ ձեռագրական ժառանգությունը, շատ հետաքրքիր թեմա է, որը նվիրված է Սևանի ավազանի այս շրջանում վանքերում ստեղծված ձեռագրերին, երևելի կարևոր նշանակություն ունի այսօր կարծում եմ, որպեսզի ցույց տա, որ մեր պատմական Հայաստանի տարբեր տարածաշրջաններում նաեւ Սևանի avazանում դրա մասին գուցե այդքան շատերը չգիտեն, իհարկե հրաշալի ձեռագրեր են ստեղծվել վանքերում ոչ միայն այո, մեկ այլ կարևոր ուրեմն ծրագիր, որ էլի Մատենադարան եւ հրատարակչությունը իրականացնում են, անցյալի հայտնի հայագետների գրական, հուշագրական ժառանգության վերահրատարակությունները կամ հրատարակություններ են եւ մասնավորապես մենք մի հայտնի հայագետ ունենք Երվանդ Տեր-Մինասյանը, նա հրաշալի հուշեր է ուրեմն հեղինակել, որ տարիներ առաջ հրատարակվել էր, հիմա նոր հավելումներով հրատարակվեց կրկին, տեսնում ենք ուրեմն այս հրաշալի ուրեմն շապիկը եւ մեր հրաշալի ուրեմն հայագետը, շատ հայտնի Ինձ օրինակ այս գիրքը շատ հետաքրքրել է, որովհետև այս երկրորդ հրատարակության մեջ մենք ունենք Կոմիտասին նվիրված հուշերի մի բաժին։ Երվանդ Տեր-Մինասյանը շատ մտերիմ է եղել Կոմիտասի հետ, ինքը դասավանդել է Գևորգյան ճեմարանում, սովորել են միասին եւ շատ ժամանակ են անցկացրել եւ անչափ հետաքրքիր հուշեր կա, թե ինչպես ինքը Հառիջ գյուղից էր, մի անգամ ուրեմն Կոմիտասը շատ ծանր հիվանդանում է եւ Կոմիտասին տանում են իրենց գյուղ բժշկելու։
եւ այդ ընթացքում Կոմիտասը եւ բժշկվում է եւ ուտում խմում են եւ նաեւ ուրեմն գրառումներ է կատարում հայ ժողովրդական երգերի, այո, ու էլի ընդհանրապես դարաշրջի եւ ամբողջ այս 20-րդ դարի առաջին կեսի եւ այլն մասին մեր գիտական հասարակական կյանքի մասին շատ հետաքրքիր նյութեր կարող ենք գտնել եւ էլի այս տարի էլ օրինակ սպասում ենք էլի մեր հայտնի հայագետներից մեկի Գևորգ Աբգարյանի ուսումնասիրությունների հատորի հրատարակությունը, երկհատորյակի նույնիսկ հրատարակությունը, որը պատրաստվում է շուտով կլինի երևի։ Այս բոլորը ինչով է կարևոր, որպեսզի մենք չկտրենք անցյալի հետ կապը, բայց միաժամանակ նոր ձևերով, այսպես գրավիչ կազմերով, բարձրորակ ուրեմն տպագրությամբ մարդկանց հասանելի դարձնել այս մեր գիտական, ոչ միայն գիտական, թապես հարուստ այս մշակութային ժառանգությունը, եթե վերցնենք օրինակ պատկերագիրքը կամ քարտեզային ժառանգությունը, անչափ հետաքրքիր է։ Մատենադարանում փաստորեն քարտեզներ կան շատ օրինակ, շատերը շատ կարևոր կլինի, որ ցուցադրվում էլ է, այնքան տպագրված լինի, որ կարողանան այցելողները իրենց հետ գնել այդ գիրքը եւ տանեն, որովհետեւ հիմա ես օրինակ ինձ վերցնեմ կամ մեր ընտանիքին, որ գնում ենք արտասահման, եվրոպական ինչ-որ երկրներ, հայտնի կարծես թե բոլոր թանգարաններից ինչ-որ հաստ գրքեր, ֆոլիանտներ այդպես գնում ենք, բերում ենք տուն, հետո տարիներ շարունակ նայում ենք, հիշում ենք, վերհիշում ենք եւ եւս մեկ անգամ մեր համար վերաբացում ենք, չգիտեմ։ Այո, իհարկե շատ կարևոր է Վատիկանը, բոլոր մեծ Միլանը թանգարանները ունեն իրենց հրատարակչությունները եւ մենք էլ մեր հրատարակչությունն էլ ձգտում է իր այս աշխատանքով այդպես հարայնացնել իր գործունեությունը, միաժամանակ կապեր հաստատել եւ համագործակցություններ ստեղծել հենց այդ նույն թանգարանային այլ հրատարակչությունների հետ։ Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, գուցե ապագայում ավելի մեծ բաներ համագործակցություններ արդեն լինեն, համատեղ հրատարակությունների ձևով կլինի կամ միմյանց հրատարակությունների թարգմանությունների եւ տեղերում հրատարակությունների ձևով, բայց ամեն դեպքում այս ընթացքը շատ կարեւորում են, որովհետեւ պետք է այս մեր ժառանգությունը եւ մեծ ցույց տալ եւ դրսում անպայմանորեն ցույց տալ, իսկապես մեծ աշխատանք է արվում մեր գիտնականների կողմից, թանգարանային աշխատակիցների, որովհետև մենք նաև կատալոգներ ենք հրատարակում, Մատենադարանում գրեթե ամեն ամիս մի նոր ցուցադրություն լինում է եւ մենք փորձում ենք հասցնել եւ գոնե կատալոգի մեջ ամփոփել, ներկայացնել այդ ցուցադրությունը եւ հիմնական ուրեմն նպատակները։ Մի բան էլ ասեմ, հետո զառան շարունակի ներողություն եմ խնդրում հերթական անգամ, պետք է նաև հասցնել մեր հարևաններին այս գրքերը բոլոր թե աչից թե ձախից։ Հիմա լռում եմ զառա։ Այո, իհարկե։ Ինձ հետաքրքիր է ապագայի հետ կապված ինչ ծրագրեր կան, այսինքն 2026 թվականին ինչ նոր նախաձեռնություններ կան, որովհետև Մատենադարանը հիմա ունի մի նախագիծ, որը հրաշալի է ուղղակի, շոշափելով մշակույթը, որը տեսողական խնդիր ունեցող մարդկանց տալիս է հնարավորություն վայելել ամբողջ Մատենադարանը։ Այ հետաքրքիր է գրքերի եւ հրատարակչության մասով ինչ նորություններ կան։ Այո, իհարկե մենք մեր աշխատանքը շարունակում ենք եւ ասպայն էլ մի 4-5 գիրք ունենք, գրեթե հրատարակության պատրաստ, որ շուտով տպարան կգնա։ Այս տարի կուզեի առանձնացնել մի քանի գիրք, որ պատրաստվում ենք հրատարակել։ Ասացի օրինակ Գևորգ Աբգարյանի հայտնի հայագետի այդ ուրեմն երկաշխատությունների երկհատոր գրքի հրատարակությունը, պատրաստվում է հրատարակության մեր հայտնի բժշկապետ Մխիթար Հերացու ուրեմն ջերմանց մխիթարությունից հանրահայտ աշխատության գրափար քննական բնագիրը եւ կից աշխարհաբար թարգմանությունը, որը կարող է օգտակար լինել նաև ուրեմն ոչ միայն միջնադարագետներ, հայագետներին, այլ բժիշկներին նաև անչափ պահանջված է եւ աշխատանքը ավարտվել է, մեր գիտաշխատող Կարինե Մոսիկյանն է այս գիրքը պատրաստել եւ հիմա մենք այս պահին նաև գտանք մի հայագետ թարգմանիչ եւ նրա հետ բանակցում ենք, որպեսզի դա նաև անգլերեն թարգմանվի, որովհետև անչափ պահանջված բան է, այս տեսակ բացառիկ գրքեր, բոլոր շատ քիչ ժողովուրդներ ունեն, միջնադարյան այս բժշկության վերաբերյալ հատկապես եւ ուրեմն հույս ունենանք, որ եթե տարվա ընթացքում հասցնենք անգլերենն էլ գուցե տարեվերջին կամ մյուս տարեսկզբին կարողանանք հրատարակել եւ հանրայնացնել այս մեր հայտնի բժշկագետի ուրեմն աշխատանքները։ Մի հետաքրքիր գիրք ունենք, որ այսպես կատալոգ, որը շատ կարևոր է արվեստաբանների, միջնադարագետների համար կրկին շատ օգտակար կլինի, գիտենք, որ հայ ձեռագրերը աշխարհում սփռված են եւ աճուրներում վաճառվում են եւ
Ուրեմն մի այդպիսի գիրք է կազմվել Լոնդոնի աճուրդներում տարիներ շարունակ ուրեմն շրջանառված հայկական ձեռագրերի ցուցակ, որը անգլերեն լեզվով, էլի պատկերներով բավական ծավալուն գիրք, շատ շուտով էլի կուղարկենք հրատարակության։ Գրքեր ունենք նվիրված հայ միջնադարյան երաժշտությանը, արվեստի պատմությանը, իհարկե կհրատարակվեն, մենք նաև գիտական ամսագիր ունենք Բամբեր մատենադարանի, հրաշալի ամսագիր է եւ կհրատարակվեն նաև Բամբեր մատենադարանի առնվազն 2 հատոր այս տարի կլինի։ Իմ գիրքը երևի կավարտեմ էպոսի զենքերին, կռիվների փիլիսոփայությանը նվիրված Գորի դեմքին ժուկիտը հայտնվեց Գորը էպոս շատ է սիրում եւ հատկապես մեր Սասնա ծռերը, կարծում եմ Գոր արդեն մեր վերջին հանդիպումներից հետո հատկապես այո, եւ առիթ կունենանք գուցե այստեղ ներկայացնել եւ խոսել դրա մասին։ Իսկ էլեկտրոնային տարբերակով իրենք թվայնացված տարբերակով հասանելիություն ունեն կամ այդպիսի նախագիծ կա։ Որոշ գրքեր մենք ամբողջությամբ տեղադրում ենք Մատենադարան EM կայքի, ուրեմն թվային այդպես գրադարան բաժնում եւ մարդիկ կարող են մտնել, ներբեռնել եւ ընթերցել։ Գրքերի մի մասն էլ միայն առաջաբաններն ենք դնում կամ ինչ որ մի հատված, որպիսի պատկերացում կազմեն մարդիկ, բայց իհարկե մեր բոլոր գրքերը կրկին հասանելի են մեր գրադարաններում, ազգային գրադարանում, ակադեմիայի գրադարանում, նաև Մատենադարանի գրադարանում եւ բոլոր ընթերցողները կարող են ծանոթանալ գրքերին այնտեղ։ Հայկ, այս վերջին տարվա ընթացքում ինչ որ, չգիտեմ, ցնցող հայտնագործություն, կորած H, Կոմիտասի նամակ, ինչ որ տես մի բան գտել եք նոր մենակ դուք չէ ձեր գոլեգաները Մատենադարում ինչ որ տես հայտնաբերություն արվել է։ Մատենադարում գրեթե ամեն օր այդպիսի հայտնագործություն լինում է, բայց միջև ինքը ուրեմն հոդվածի, գիտական հոդվածի ձևով չի լինում կամ գրքի ձևով չի հրատարակվում, կարող ենք բարձրաձայնել։ Իհարկե էջեր գտնվում են, վերադարձվում են, անցյալ տարվա ընթացքում էլ մեծ կարևոր իրադարձություններ եղան եւ ձեռագրեր գնվեցին, բերվեցին եւ էլի այս տեսակ աշխատանքները անընդհատական են եւ այդ հայտնագործությունները կարող են մեծ կամ փոքր լինել, լայն հանդիսատեսի կամ ընթերցողի համար գուցե այդպես դա հայտնագործություն չլինի, բայց այն որ մենք կարողանում ենք նույն, ասենք այդ կատալոգի մեջ գտնել մի ձեռագիր, որը կորած էր կամ գտնել նույն հեղինակի, նույն նկարազարդողի, ուրեմն կամ նկարազարդողի մեկ այլ ձեռագիր, դա արդեն միջնադարագիտության համար, արվեստի պատմության համար մեծ հայտնագործություն է։ Եթե այս գրքերը ընթերցենք, անպայման այնտեղ հայտնագործություններ էլի կգտնենք եւ մի գրքի մասին էլ ուզում եի խոսել, որ անցյալ տարի լույս տեսավ, մեր ուրեմն մի այդպիսի մատենաշար ենք ձեռնարկել հայ միջնադարյան թարգմանական գրականությունից։ Գիտեք, որ այ օրինակ այս տեսանկյունից էլ հայտնագործություն երևի կարող է շատերի համար լինի, որ Մատենադարանում կան ուրեմն հայտնի միջազգային հեղինակների ձեռագրեր կամ դրանց հատվածներ, որոնք նույնիսկ բնագրով չեն պահպանվել եւ ուղղակի դրանք 5-րդ դարից սկսած թարգմանվել են եւ հայերեն բնագրերը պահպանվել են եւ դրանք շատ մեծ արժեք ունեն թե մեր գրավոր մշակույթի ուսումնասիրության տեսանկյունից եւ թե հենց այդ հեղինակների իրենց բնագրային ուրեմն բնագրերի ուսումնասիրության տեսանկյունից եւ այստեղ մի հրաշալի գիրք ունենք, որ պատրաստել են ուրեմն Արամ Թոփչյանն ու Գոհար Մուրադյանը, մեր հայտնի գիտաշխատողներ, թարգմանիչներ, պատմություն մեծին Ալեքսանդրի Մակեդոնացվով։ Ուրեմն մենք գիտենք, որ Ալեքսանդր Մակեդոնացու մասին վեպ է եղել այսպես միջնադարանի եւ թարգմանվել է, առաջին թարգմանված երկերից է եւ անչափ հետաքրքիր արկածային պատմություն է։ Այ հաճախ ասում ենք մեր հին գրականության մեջ այդպես վեպեր չկան կամ այդպես արկածային պատմություններ շատ չեն պահպանվել աշխարհիկ բովանդակությամբ։ Եվ սա այդ տեսակ բացառիկ օրինակ է, առասպելական հրաշապատում մի գեղեցիկ ուրեմն անչափ հետաքրքրաշարժ ու կլանիչ պատմություն Ալեքսանդր Մակեդոնացու դեպի արևելք արշավանքի ընդհանրապես նրա կյանքի մասին։ Այստեղ իհարկե սա քննական բնագիրն է, գրափարյան տեքստն է հրաշալի ծանոթագրություններով եւ այլն, եւ այստեղ նաեւ շատ հետաքրքիր ուրեմն ձեռագրային պատկերներն էլ ներառել ենք տարբեր աշխարհի տարբեր ուրեմն երկրներում պահվող ձեռագրերից ու դուք էլ կարող եք թերթել այնպիսի ֆանտաստիկ ուրեմն պատկերներ են, որոնք այսօր կարող են շատ տարբեր ոլորտների ուսումնասիրողների հետաքրքիր լինեն, օրինակ առասպելական էակներ, տեսեք։
Դա մատենադարանում է էլի Այդ ձեռագրերը, այստեղ ձեռագրերի մի մասը մատենադարանում է պահվում, ուսումնասիրողները այստեղ համեմատել են եղած հնարավոր բոլոր, գրեթե բոլոր ձեռագրերը եւ այնտեղից հանել են մեկ ընդհանուր տեքստ, որը լավ կլինի երևի շուտով գուցե ժամանակ եւ հնարավորություն լինի նաեւ թարգմանել աշխարհաբար, որպեսզի մարդիկ որպես հին այդպիսի մի վիպական ինձ նման գրափար չգիտեմ։ Ես որ կտամ բավական հասկանալի է, մի քիչ որ կամաց կարդալ, որովհետեւ դա մեր հայերենն է, ոչ մի ուրիշ բան չի։ Մանշուշտ, համաձայն եմ Հայկի հետ եւ եւս մեկ անգամ ասում եմ, որ շատ կարեւորում եմ, որ նաեւ դպրոցներում անցնեն գրափար, որ մեր երեխաները մանկուց իրենց համար դա լինի նորմալ եւ սովորական։ Կարևոր բան է, որովհետեւ սա մեր պատմությունն է, մեր մշակույթն է, մեր մշակույթի եւ պատմության մեծ մասն է։ Իսկ մենք մեծ եւ արդեն շոշափելի։ Այո, մեծ եւ արդեն շոշափելի մասն է եւ սրանից մենք ուղղակի տարիներ շարունակ կտրված ենք եղել, որովհետեւ այ լեզուն գուցե անհասանելի եղել, բայց աշխարհաբար թարգմանություններ էլ կան ամեն դեպքում, իհարկե մեզ մոտ այդքան շատ չեն, որովհետեւ մեր խնդիրը հենց գրափար տեքստերը հրատարակելն է եւ հասանելի դարձնելը, բայց թարգմանվել են սովետական շրջանում պատմիչների երկերը, օրինակ ես միշտ խորհուրդ եմ տալիս անպայման բոլոր, հատկապես գրողների այդ շփումներից, որոնք վեպեր են գրում, օրինակ ֆենթազի վեպ են գրում, ես խորհուրդ եմ տալիս, որ օգտվեն հայկական նյութից։ Դու ընթերցում ես, թվում է թե բան գահերի խաղի կամ այդ տեսակ այդ վեպերի վիպաշարի հերոսներին ու սյուժեներն ես տեսնում, բայց մեր միջնադարյան գրականությունը այնքան հարուստ նյութ ունի, որին մարդիկ անծանոթ են։ Մեր առասպելաբանությունը, մարդը եթե վերցնի նույն Ալեքսանդրի պատմությունը, թեև սա բուն հայկական չէ, բայց քանի որ հայերեն է թարգմանվել, այստեղ շատ հայկական նյութ կա, այնքան սյուժեներ կգտնի, որ կարող է հրաշալի ֆենթազի վեպեր ստեղծել։ Ջորջ Մարտինն էլ վերցրել է, չէ՞, բահը եւ խորացել է սկանդինավյան, անգլիական, ով որ հաջողություն է հասել, կլինի Ջոան Ռոլինգը, կլինի Մարտինը կամ մյուս ուրեմն այս ֆենթազի հեղինակները, իրենք անպայման ուսումնասիրել են տարբեր ժողովուրդների այս էկզոտիկ առասպելները, բանահյուսությունը եւ նույնիսկ մոտեցել են հայկական նյութի։ Օրինակ այդ Մարտինի վեպերում եւ ֆիլմերում դրվագներ կան, որ օրինակ ինձ հիշեցնում է Սեբեոսի կամ Հովան Մամիկոնյանի պատմությունները եւ դուք էլ եթե ընթերցեք կապշեք եւ կզարմանաք, որովհետեւ այդ խորհրդային շրջանի բանով այս միջնադարյան մշակույթը եկեղեցական է համարվել միայն։ Իհարկե եկեղեցական գործիչներն են այս ամեն ինչը ստեղծել, հոգեվականներն են ստեղծել, բայց իհարկե բոլորը եղել են մարդիկ, հրաշալի գրականություն են իմացել, ծանոթ են եղել աշխարհի մշակույթին եւ շատ լայն հայացք ունեն եւ նաեւ իհարկե բանահյուսությունից են բերում որոշակի նյութ, որ անչափ հետաքրքիր է, սիրելիներ։ Շնորհակալություն, հիշեցնեմ, որ մենք տաղավարում հյուրընկալել էինք Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի հրատարակչական բաժնի վարիչ, ավագիտ աշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու խմբագիր Հայկ Համբարձումյանին, որին վստահ եմ էլի առիթներ կլինեն հյուրընկալելու եւ խոսելու աշխարհի ամենահրաշալի բաներից մեկի մասին, գրքերի մասին։ Իսկ հիմա ինչ ենք անում։ Հիմա գնալու ենք Գովաստ, այդ ընթացքում կարող եք պլանավորել ձեր օրը կամ շաբաթը, որ այցելեք մատենադարան, նախ այդ ամենը տեսնեք, լսեք, վերջում է տուն գնալուց մի երկու գիրք ձեր հետ գնեք, թե ձեր ընտանիքի համար, թե ձեր հարազատների որպես նվեր մատուցեք, որտեղ շուտով այդ հրաշքորն է գալի, երբ որ բոլորս իրար գրքեր ենք նվիրում։ Մնացեք մեզ հետ եւ այլեք Գովաստ Շանթի էթերում։